Նախ մեր քննարկած հարկային փոփոխությունները աշխատավարձերի վրա ազդեցություն չեն ունենում, եթե ունենում են դրական ազդեցություն են ունենում, ուզում եմ հիշեցնել, որ 2018 թվականի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում եկամտային հարկի եռաստիճան համակարգ էր գործում, 23% եկամտային հարկ, 25% եկամտային հարկ եւ 32, եթե թվերի մեջ սխալվեմ կներեք, գուցե անգիր չհիշեմ, բայց եռաստիճան համակարգ էր, մենք դարձրինք համահարց եւ հիմա Հայաստանում եկամտային հարկը 20% է, այսինքն այս առումով աշխատավարձերի վրա մենք եկամտային հարկը նվազեցրել ենք, այդ թվում ձեր ասած սոցիալական նկատառումներով, երկրորդը թոշակների հետ կապված մենք թոշակների ավելացման քաղաքականություն ենք որդեգրել եւ որդեգրում ենք այդ քաղաքականությունը, շարունակում ենք այդ քաղաքականությունը, բայց այդ քաղաքականությունը որոշակի տրանսֆորմացիայի է ենթարկվում, որտեղ մենք հենվում ենք նաեւ անհատական ջանքի գաղափարաբանության վրա, արդեն մի քանի տարի հաջողությամբ գործում է կենսաթոշակառուների կողմից անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի համակարգը, առաջիկայում այդ հետվճարի համակարգի վերադարձվող տոկոսային հատվածը ավելի կմեծանա եւ ես առիթ ունեցել եմ հայտարարելու, որ առաջիկայում սա լինելու է մեր շարունակական քաղաքականությունը, բայց թոշակառուների սոցիալական իրավիճակի հետ կապված ամենակարևոր նորությունը հիմա 2026 թվականին գալիս է եւ 65 տարեկանից բարձր անձանց համար կառավարությունը ձեռք կբերի առողջապահության ապահովագրության փաթեթ, որովհետև թոշակառուները, երբ որ մենք խոսում գների մասին, վիճակագրությունը ցույց է տալիս, որ ամենաշատ ծախսերից մեկը, որ կատարում են, վերաբերվում է առողջությանը եւ առողջապահությանը, եւ այդ ծախսերի մի զգալի մասը կառավարությունը համընդհանուր առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգով կթեթևացնի էականորեն, ինչը սոցիալական իրավիճակի շատ էական բարելավում կլինի, իսկ ընդհանրապես սոցիալական իրավիճակի հետ կապված ես առիթ ունեցել եմ խոսել, տեսեք, էլի ուզում եմ ներողություն եմ խնդրում էլի կրկնաբանության համար, բայց արդյոք ես հասկանում եմ եւ գիտեմ եւ ընդունում եմ եւ առերեսվում եմ այն փաստի հետ, որ այսօր Հայաստանում կան բազմաթիվ մարդիկ, ովքեր հացի խնդիր ունեն։ Այո, իհարկե առերեսվում եմ, բայց ես առերեսվում եմ նաեւ մեկ այլ փաստի հետ։ Երբ որ մենք ամեն օր հաց ենք տալիս այդ մարդկանց, հաջորդ օրը ինչ է փոխվում նրանց կյանքում։ Ոչ մի բան չի փոխվում։ Այսօր Հայաստանում կան մարդիկ, ընտանիքներ, որ հազարավոր ընտանիքներ, որ 10 եւ ավելի տարի անապահովության համակարգից օգտվում են, այսինքն կառավարությունը ինչ որ միջափով բառից բուն իմաստով վերցնենք հանապազորյա հացը, ամեն օր հանապազորյա հաց է տալիս այդ մարդկանց եւ ինչ նրանց սոցիալական կյանքում բան փոխվում է թե չէ։ Իմ կարծիքով մենք աղքատության հաղթահարման բոլորովին այն կոնցեպտները, որ արդեն 30 տարի մենք փորձարկում ենք, այդ կոնցեպտները ակնհայտ է, որ արդյունավետ չեն։ Աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքի միջոցով։ Աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն արդյունավետ եւ արտադրողական աշխատանքի միջոցով։ Աղքատությունը հնարավոր է հաղթահարել լավ վճարվող աշխատանքի միջոցով։ Իսկ լավ վճարվող աշխատանք կարելի է ունենալ միայն համապատասխան կրթություն ունենալու դեպքում, ուրիշ տարբերակ պարզապես չկա։ Եվ ելի եմ ասում, եթե նույնիսկ մենք այդ սոցիալական աջակցության փաթեթը ավելացնենք, ասենք ոչ թե մի հաց տանք ամեն օր մեր սիրելի հայրենակիցներին, այլ 2 կամ 3 կամ պանիրել, միսել, թթվասերել, մեկը նրանց կյանքում ոչ մի բան չի փոխվում։ Եվ մենք պետք է առերեսվենք այս խնդրի հետ։ Եվ ընդհակառակը նման ընտանիքներում մեծացող երեխաներին մենք ինչ ուղերձ ենք տալիս, մենք լավություն ենք անում արդյոք նրանց, ոչ։ Այսօր Հայաստանում հազարավոր օտարերկրյա միգրանտներ գալիս աշխատում են։
Մյուս կողմից մենք ունենք լայն խնդիր աղքատության, գործազրկության եւ այդպես շարունակ, եւ մենք պետք է այո կան նաեւ մարդիկ, ովքեր աշխատում են եւ բայց շարունակում են աղքատ մնալ։ Ի՞նչն է դրա պատճառը, որովհետեւ նրանք կատարում են ցածր որակավորման աշխատանք։ Իսկ ի՞նչն է պատճառը, որ նրանք կատարում են ցածր որակավորման աշխատանք, որովհետեւ նրանք չունեն անհրաժեշտ հմտություններ, գիտելիքներ, կարողություններ ավելի բարձր որակավորման աշխատանք կատարելու համար։ Հետևաբար ո՞րն է իմ պատկերացումը հարցի լուծման վերաբերյալ, ես դրա համար ասել եմ, ես պատկերացնում եմ հարցի լուծման 3 գործողություն։ Առաջինը կրթություն, երկրորդը կրթություն, երրորդը կրթություն։ Չկա ուրիշ տարբերակ։ Եթե մենք չգնանք այս ճանապարհով, ինչքան էլ միջոցներ հատկացնենք, մենք աղքատությունը երբեք չենք հաղթահարելու։ Աղքատությունը կհաղթահարվի միայն կրթության միջոցով։ Որ սերունդները, այս սերունդները, ասենք օրինակ, ես իմ բանախոսությունների ժամանակ, օրինակ, բերում եմ KFC ընկերության հիմնադիր Հարլանդ Սանդերսի օրինակը, ով իր բիզնեսը սկսել է 60 տարեկանում։ 60 տարեկանում մարդը բիզնեսը սկսել եւ որոշ ժամանակ անց վաճառել է մի գնով, որը իր սերունդների բարեկեցությունը ապահովել է եւ այդ ընկերությունը այսօր $9 միլիարդ արժի։ Ինչ սերնդի մասին է խոսքը։ Բոլորն էլ ունեն կարողություն, բոլորն էլ ունեն տաղանդ եւ ես հավատում եմ դրան, եւ մենք պետք է մեր բոլոր ջանքերը գործադրենք մարդկանց տաղանդը բացահայտելուն, իսկ բացահայտված տաղանդը զարգացնելուն, որովհետեւ ուրիշ ճանապարհ չկա։ Ես համոզված եմ դեպքեր կա, որ ես չեմ ուզում օրինակներ բերել, բայց բոլորը հիշում եք Լոռու մարզում տեղի ունեցած հանրաքվե քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած դեպքը, երբ մեր սիրելի մեխակի եւ իմ միջև երկխոսություն տեղի ունեցավ եւ մեծ աղմուկ բարձրացավ, այդ մեծ աղմուկի արդյունքում գործարարներ որոշեցին մեխակենց համար առնել տուն 2 հարկանի բարձր։ Հիմա առաջարկում եմ լրագրողական հետաքննություն արեք, մեխակի ընտանիքի կյանքում բարեկեցության մակարդակում բան փոխվել է, թե չի փոխվել, կամ էականորեն փոխվել է, թե չի փոխվել։ Ես ամեն դեպս վերջերս YouTube-ում մի ռեպորտաժ տեսա, որ այդ թեմայով էր, ընտանիքի մասին էր պատմում, եւ գոնե եթե այդ ռեպորտաժը ճիշտ էր փոխանցում տեղեկատվությունը, ակնհայտ էր, որ շատ բան չի փոխվել։ Ինչու չի փոխվել, իմ նշած պատճառն է։